2026 թվականի ձմեռը կսկսի իր հանգիստ տոնակատարությունը, ոչ թե բարձր պոռթկումներով, այլ ճակատագրին նուրբ հպումներով, որոնք կարող են անսպասելիորեն փոխել ձեր ուղին։ Այս ամիսներին աշխարհը կարծես ավելի ուշադիր է դառնում նրանց նկատմամբ, ովքեր պատրաստ են ընդունել ուղերձը։ Նվերները գալիս են ոչ միայն իրադարձությունների տեսքով, այլև տրամադրության փոփոխությունների, նոր իմաստների և ներքին աճի հնարավորությունների տեսքով։ Ես ձեզ հրավիրում եմ ուսումնասիրել այս պատմությունները, հասկանալու համար, թե որտեղ է գտնվում բարենպաստ ազդակը, ինչ անել դրա հետ և ինչպես պահպանել պտուղները, երբ դրանք իրականություն են դառնում, և միասին եկեք պատրաստենք ձեզ այս նվերը ստանալուն։ Կույս։ Ամենալավ ժամը և արժանի ճանաչումը։ Կույսի համար 2026 թվականի ձմեռը կզգացվի որպես այն պահը, երբ երկարատև ջանքերը վերջապես կտան շոշափելի արդյունքներ։ Դուք կարող եք տարիներ ծախսած լինեք համակարգ կառուցելու, նախագծեր կատարելագործելու և փորձ կուտակելու վրա։ Այժմ հանգամանքները փոխվում են ձեր կարողությունների օգտին։ Հայտնվում են մարդիկ, ովքեր ճանաչում են ձեր մասնագիտական ճշգրտությունը և պատրաստ են ձեզ վստահել կարևոր առաջադրանքներ։ Ձեր գաղափարները աջակցություն են ստանում ամենաանսպասելի շրջանակներում։ Սա ձեր աշխատանքի պտուղները համարձակորեն ցուցադրելու ժամանակն է։ Ձեր նվաճումները ուշադիր ցուցադրելը կբերի ոչ միայն արտաքին բոնուսներ, այլև ներքին բավարարվածություն ձեր արձանագրած առաջընթացից։ Հոգեբանորեն կարևոր է պահպանել հավասարակշռությունը, հաջողության հպարտության և կառուցողական քննադատությունն ընդունելու պատրաստակամության միջև։ Փորձեք ճանաչումը ընկալել որպես հետագա աճի ռեսուրս, այլ ոչ թե որպես վերջնական կետ։ Ուշադրություն դարձրեք սպասելիքների կառավարմանը, հստակ նպատակները և դերերի ու վարձատրության վերաբերյալ բանակցությունները կօգնեն ապահովել արդյունքներ երկարաժամկետ հեռանկարում։ Այծեղջյուր, ֆինանսական հոսք և դիրքերի ամրապնդում։ Այծեղջյուրների համար ձմեռը խոստանում է ձեր հիմքերի ամրապնդում և ֆինանսական հոսքերի հաճելի խթան։ Սա հանկարծակի աճ չի լինի, այլ աստիճանական ամրապնդման շրջան, նախագծերը սկսում են կայուն եկամուտ ստեղծել, իսկ հաջող ներդրումները կամ առողջ բանակցությունները կամրապնդեն ձեր մասնագիտական դիրքը։ Այս ժամանակի կարևոր առանձնահատկությունն այն է, որ օգուտներ են ստանում նրանք, ովքեր արդեն կառուցել են կառուցվածք և կարգապահորեն կառավարում են այն։ Եթե նախկինում հետաձգել եք կարևոր ֆինանսական որոշումները, հիմա ժամանակն է վերանայել ձեր ծրագրերը և փակել ձեր հաշվապահության և փաստաթղթերի մեջ առկա ցանկացած բացթողում։ Իմ խորհուրդն է ձեզ թույլ չտալ, որ պասիվության վախը թելադրի ձեր ընտրությունները, գործեք մեթոդականորեն, բայց մի հետաձգեք նախաձեռնողականությունը, բաց եղեք միջոցների և պայմանների վերաբերյալ ձեր երկխոսության մեջ և այդ դեպքում ձեր դիրքերի ամրապնդումը կդառնա ոչ միայն արտաքին փաստ, այլև ներքին վստահություն ձեր սեփական դիմադրողականության նկատմամբ։ Ցուլ։ Հարմարավետություն հարաբերություններում և ջերմություն։ Ցուլը ձմեռը կզգա որպես հանգիստ վերադարձ դեպի այն, ինչը սնուցում է սիրտը, խորը զրույցները, իմաստուն զիջումները և համատեղ ծեսերը կլցնեն առօրյա կյանքը իմաստով։ Տան նյութական և հուզական հիմքերը կարևոր են ձեզ համար, և հենց դրանց խնամքի միջոցով կգա ջերմության և փոխադարձության զգացում։ Սա բարենպաստ ժամանակահատված է շտապողականության պատճառով հետաձգված կապեր հաստատելու համար։ Հին կապերը կարող են վերականգնվել ավելի մեծ հասունությամբ, մինչդեռ նորերը կարող են կառուցվել անկեղծ հարգանքի և դանդաղ վստահության վրա։ Հոգեբանորեն օգտակար է աշխատել կարիքները արտահայտելու վրա, բարձրաձայնել այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր ձեզ համար, առանց վախենալու խոցելի թվալուց։ Ուշադրության փոքրիկ ժեստերն ավելի մեծ ազդեցություն կունենան, քան մեծ խոստումները։ Ձեր ձեռքերում է այնպիսի մթնոլորտ ստեղծելու ուժը, որտեղ հարաբերությունները բնականաբար և հանգիստ կհասունանան։ Կարիճ, ճանապարհորդություն դեպի ինքդ քեզ և կարևոր ներհայացքներ։ Այս ձմռանը կարիճները հնարավորություն ունեն խորը փոփոխությունների։ Ձեր մեջ կարող են առաջանալ ինտուիտիվ ներհայացքներ, որոնք կփոխեն անցյալի ձեր ընկալումը և կբացեն նոր լուծումների ճանապարհը։ Սա այն ժամանակահատվածն է, երբ ներքին թեմաների հետ աշխատանքը իրական փոփոխություններ է բերում արտաքին աշխարհում։ Վախերի նկատմամբ ձեր վերաբերմունքի փոփոխությունը, հին կապվածություններից ազատվելը կամ ձեր դրդապատճառների վերանայումը ձեզ կդարձնի ավելի ազատ և ավելի արդյունավետ։ Հնարավոր է, որ ինքնաճանաչման գործընթացում ի հայտ գա մի մարդ կամ իրավիճակ, որը կծառայի որպես հայելի և փոխակերպման արագացուցիչ։
Հոգեբանական ուղեցույցը անկեղծ ինքնավերլուծության պրակտիկան է, առանց ինքնախարազանման։ Ինքներդ ձեզ հարցեր տվեք ոչ թե ինքներդ ձեզ նախատելու, այլ ձեր կարիքներն ու ռեսուրսները հասկանալու համար։ Վստահեք ձեր ներքին ազդանշաններին, բայց ստուգեք դրանք փաստերով եւ սիրելիների հետ երկխոսությամբ։ Այս կերպ ներհայացքները կծառայեն որպես կամուրջ դեպի կյանքի տևական փոփոխություններ։ Ձգներ, ստեղծագործական էներգիայի եւ ոգեշնչման ալիք։ 2026 թվականի ձմեռը ձկներին կբերի երևակայության ալիք եւ ավելի վառ արտահայտվելու ցանկություն։ Ոգեշնչումը կարող է գալ երաժշտության, ստեղծագործական մտածողության, համագործակցային նախագծերի եւ անսպասելի պատահական իրադարձությունների միջոցով, որոնք կխթանեն ինքնարտահայտման նոր ձևեր։ Այս ժամանակը բարենպաստ է նրանց համար, ովքեր պատրաստ են ներքին պատկերները վերածել կոնկրետ քայլերի։ Գրավոր գաղափարներ, առաջին ուրվագծեր, իրենց ստեղծագործությունները աշխարհի հետ կիսելու փորձեր, այս ամենը այժմ դիմավորվում է դրական էներգիայով։ Հոգեբանական կարևոր է մնալ իրականության մեջ։ Փոքր, կանոնավոր քայլերի պլանավորումը կօգնի ոգեշնչումը վերածել արդյունքների, պաշտպանեք ձեր ստեղծագործական ժամանակը եւ ստեղծեք ծեսեր, որոնք կօգնեն ոգեշնչման վիճակ առաջացնել, այլ ոչ թե միայն ոգեշնչման պատահական պորտքնումների վրա հույսը դնել։ Թող նրանց 2 բառի կանոն, որը կփրկի ձեր նյարդերն ու կվերադարձնի հոգեկան անդորրը։ Անկեղծ եղեք եւ պատասխանեք ընդամենը 1 հարցի։ Քանի անգամ եք այս շաբաթ ափերից դուրս եկել միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը չի արել այն, ինչ դուք նրանից ակնկալում էիք։ Ընկերները հավաքվել են ու ձեզ չեն կանչել, զուգընկերը մոռացել է զանգել, գործընկերը հերթական անգամ թերացել է աշխատանքում։ Նրսում ամեն ինչ եռում է, չէ՞։ Դուք սկսում եք վերլուծել, նյարդայնանալ, փորձում եք վերափոխել նրանց կամ իրավիճակը հարմարեցնել ձեր ցանկություններին։ Կանգ առեք։ Գոյություն ունի հոգեբանական մի պարզ, բայց հանճարեղ հնարք, որը կոչվում է let them, թող նրանց տեսություն։ Այն այս պահին իսկական իրարանցում է առաջացրել համացանցում, իսկ դրա տարածման մեղավորը հայտնի մոտիվացիոն խոսնակ Մել Ռոբինսն է։ Եկեք հասկանանք, ինչպես է այն աշխատում եւ ինչու այս մեթոդը կփոխի ձեր կյանքի որակը հենց այսօր։ Որն է թող նրանց տեսության գաղտնիքը։ Մենք հաճախ տառապում ենք ոչ թե կատարվածից, այլ նրանից, որ հրաժարվում ենք ընդունել իրականությունը։ Մենք համառորեն ցանկանում ենք, որ մարդիկ լինեն այնպիսին, ինչպիսին մենք ենք նրանց պատկերացնում։ Թող նրանց կանոնն առաջարկում է արմատական, բայց ազատագրող մոտեցում։ Եթե ընկերները որոշել են գնալ ժամանցի առանց ձեզ, թող գնան, let them։ Եթե նա չի ցանկանում լուրջ հարաբերություններ կառուցել եւ պարզապես խաղում է ձեր զգացմունքների հետ, թող անի դա։ Եթե ծնողները չեն հավանում ձեր կատարած ընտրությունը, թող չհավանեն։ Ինչու է սա աշխատում եւ խնայում նյարդերը։ Երբ ասում եք թող նրանց, դուք ոչ թե հանձնվում եք, այլ պարզապես իրավիճակի կառավարման վահանակը վերադարձնում եք ձեր ձեռքը։ Ինչու է սա աշխատում եւ խնայում նյարդերը։ Երբ ասում եք թող նրանց, դուք ոչ թե հանձնվում եք, այլ պարզապես իրավիճակի կառավարման վահանակը վերադարձնում եք ձեր ձեռքը։ Դուք տեսնում եք մարդկանց իրական դեմքը, երբ դադարում եք մարդկանց ստիպել լինել իդեալական, նրանք ի վերջո ցույց են տալիս, թե ով են իրականում, իսկ դա ձեզ հնարավորություն է տալիս ճիշտ որոշումներ կայացնել, ում պահել կյանքում, իսկ ումից հեռավորություն պահել։ Դուք խնայում եք ձեր էներգիան, պատկերացրեք, որքան ջանք եք վատնում փորձելով փոխել անձրևի ուղղությունը, անհնար է, չէ՞, մարդկանց փոխելու փորձերը նույնքան անիմաստ են, թողեք նրանց եւ կզգաք, ինչպես է ծանր բեռն ընկնում ձեր ուսերից։ Դուք դառնում եք մագնիս, որքան էլ տարօրինակ հնչի, մարդիկ ձգվում են դեպի նրանց, ովքեր կարճած չեն, ովքեր ինքնաբավ են եւ ներքուստ խաղաղ։ Ինչպես կիրառել սա հենց հիմա։ Հաջորդ անգամ, երբ կզգաք, որ զարկերակն արագանում է ուրիշի արարքի պատճառով, խորը շունչ քաշեք եւ մտքում կամ բարձրաձայն ասեք. թող նրանց։ Թող նրանք քննարկեն ձեզ, թող նրանք սխալվեն, թող նրանք բաց թողնեն ձեզ պես հրաշալի մարդուն իրենց կյանքից։ Դա իրենց ընտրությունն է, իսկ ձեր ընտրությունը հոգեկան խաղաղությունն է, ուրախությունն է եւ սեփական կյանքով ապրելու վայելքը։ Հավանեցիք նյութը, կիսվեք ընկերների հետ, ովքեր ամեն ինչ չափազանց ծանր են տանում։